Խուճապային գրոհ պրովոկացնող ստրեսորներ։ Հաճախ ամենաառաջին խուճապային գրոհը հետևանք է լինում ստրեսային իրադրության կամ միջադեպի, եւ սովորաբար առաջին խուճապային գրոհին նախորդած 3 հիմնական ստրեսորներն են անձնական նշանակալի կորուստը, կենսակերպի նշանակալի փոփոխությունը եւ խթանիչ ու ռեկրեացիոն թմրադեղերի օգտագործումը։ Անձնական նշանակալի կորուստ կարող են դիտարկվել մտերիմի հարազատի մահը, ամուսնալուծությունը կամ բաժանությունը, որոնք էլ կարող են խթան հանդիսանալ առաջին խուճապային գրոհի համար։ Չնայած որ այնպիսի կորուստներ, ինչպիսիք են աշխատանքը կորցնելը, ֆինանսական լուրջ կամ երկարատև անհաջողություններն ու լուրջ առողջական խնդիրները, նույնպես կարող են նախորդել առաջին խուճապային գրոհին։ Կենսակերպի ցանկացած փոփոխություն, որը ենթադրում է ամիսներ կամ ավելին տևող հարմարվելու ժամանակահատված, երբեմն նույնպես կարող է նախորդել առաջին խուճապային գրոհին։ Կենսակերպի նման փոփոխությունների օրինակ կարող են լինել սոցիալ-մշակութային միջավայրի փոփոխությունը, միգրացիան, հիվանդությամբ պայմանավորված սննդակարգի կտրուկ փոփոխությունը կամ ֆիզիկական ակտիվության սահմանափակումը, ամուսնությունը, աշխատանքի փոփոխությունը, զինվորական ծառայության մեկնելը եւ այլն։ Սակավաթիվ չեն դեպքերը, երբ ամենաառաջին խուճապային գրոհը տեղի է ունենում խթանող կամ ռեկրեացիոն նյութեր օգտագործելուց հետո։ Նման ազդեցություն կարող են ունենալ այնպիսի թմրանյութեր, ինչպիսիք են կոկաինն ու մարիխուանան, այնպես էլ կոֆեինի չափազանց մեծ քանակությամբ հեղուկներն ու սնունդը։ Ամֆետամինների, ֆենցիկլիդինի, բարբիտուրանտների եւ տրանկվիլիզատորների չարաշահումը նույնպես կարող է պատճառ դառնալ առաջին խուճապային գրոհի։ Տրավմա եւ հետտրավմատիկ ստրես։ Սոցիոֆոբիան եւ ագորաֆոբիան որպես կանոն զարգանում են նոր սինապտիկ կապերի եւ նեյրոնային ցանցերի ձևավորման այն նույն մեխանիզմներով, որոնց մասին մենք խոսել ենք տագնապի նեյրոկոգնիտիվ մոդելը տեսանյութում։ Մասնավորապես շատ կարճ ժամանակահատվածում ուժեղ հուզական ապրումների արդյունքում։ Օրինակ անսպասելի տրավմատիկ իրադրություն կամ տեղեկատվություն։ Մյուս կողմից էլ որոշ սովորական ֆոբիաներ կարող են պատճառ դառնալ կոնկրետ տրավմատիկ փորձի ակտիվացմանը։ Այս տեսանկյունից շատ ֆոբիաներ կարող են հետևանք լինել կյանքի վաղ տարիներում մեզ հետ տեղի ունեցած տրավմատիկ միջադեպերի, սակայն որոշներն էլ ինչպիսիք են օրինակ վախը մթությունից կամ միջատներից, կարող են նույնիսկ կենսաբանորեն ծրագրավորված լինել շատ կաթնասունների մոտ կենդանատեսակի գոյատևման համար։ Ինչևէ, նման վախերը կարող են ֆոբիաներ կոչվել միայն այն պարագայում, եթե դրանք նպաստում են կայուն խուսափողական վարքի զարգացման ու դրսևորմանը եւ պահպանվել են նաեւ հասուն տարիքում։ Տրավմայի արդյունքում ֆոբիաների ձևավորումից բացի կարող է առաջանալ նաև հետտրավմատիկ ստրեսային խանգարում, որի մասին կխոսենք հաջորդող տեսանյութերում։ Պարզապես հարկ է նշել, որ հետտրավմատիկ ստրեսային խանգարման դեպքում ավտոմատ առաջացող ցավոտ հիշողություններն ու երազները հետևանք են այն բանի, որ մեր գլխուղեղը փորձում է վերահսկողություն սահմանել բուն միջադեպի վրա եւ չեզոքացնել այն հուզական լիցքը, որը վերջինս կրում է։